իրենք բռնի տեղահանվածներ են եւ տեղահանվել են, ոչ թե վերադարձել են։ Որտեղ է վերադառնում, եթե մարդը իր հայրենի քաղաքից է մեկնում ուրիշ տեղ։ Այո, եկել եմ մայր հայրենիք, ոչ մի տարբերություն Արցախն ու Հայաստանը բոլորիս հայրենիքն է, բայց իրենց հայրենի քաղաքից իրենք վտարվել են եւ այլևս չեն կարողանում վերադառնալ։ Դուք նրանց հետ շփում ունեցել եք։ Անուղղակի կերպով, ոչ ուղղակի կերպով։ Լավ։ Եվ շատ-շատերը չեն էլ ուզում շփվել, բայց հենց իրենցից ենք իմացել, իրենց մեկից, որ իրենց վտարել են այս մեթոդով, միայն մեկը, որը Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք էր տվել դատարանում, մենք ասում ենք գիպսի միշիկ, ճիշտն ասած չեմ հիշում ազգանունը, միայն ինքը վերջին պահին աղիողորմ խնդրել է ադրբեջանական կողմին, որ ինձ Հայաստանի Հանրապետությունում կսպանեն, հասկանալով, որ շատ վատ բան է արել, կեղծ մատնություն է արել, եւ իսկ այդ մատնությունը արել են։ Իհարկե արել, կեղծ։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի դեմ այնպիսի ցուցմունքներ է տվել, որ ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը կապ չի ունեցել որևէ բանի հետ։ Ուղղակի ստիպել են, միգուցե գումար են տվել, միգուցե, չգիտեմ, խոշտանգումների են ենթարկել եւ այլն, բայց արդյունքում ադրբեջանցիները վերջին պահին խնայել են իրեն էլ չեն վտարել։ Փաստացի ինքը կամ միակն է, կամ միգուցե մի հոգի էլ կա, բայց որքան տեղյակ եմ, Ես դա ուզում եի հարցնել, երկու հոգի են հիմա մնում։ Իմ տեղեկություններով միայն պետք է լինի գիպսի միշիկը, բայց ոնց որ որոշակի աղոտ տեղեկություններ կան, որ միգուցե երկրորդ անձն էլ կա, դրա համար վստահ չեմ կարող ասել։